տափերով ողջունենք մեր իրավապահ մարմիններին։ Հայաստանը ժողովրդավարական բաստիոն հռչակած Նիկոլ Փաշինյանը չի հերքում, որ իր հրահանգով են դիմակավորված ԱԱԾ-ականները վաղ առավոտից քննչական գործողություններ սկսել երկրորդ նախագահի նրա որդիների նկատմամբ։ Ասել եմ կզծնելու եմ, ուրեմն կզծնելու եմ։ Այո, ինքն է հրահանգել, միայն թե ոչ թե 3, ինչպես ընդդիմությունն է պնդում, այլ հունիսի 5-ին ՔՊ-ի նախընտրական մեծ հանրահավաքի ժամանակ։ Բոլորը առանց բացառության հայտնվեն բանտերում։ 3 իրավապահներին իր հրահանգը Փաշինյանը թարմացրել էր ազգային ժողովի ամբիոնից Լևոն Քոչարյանի հետ սուր բանավեճից հետո, երբ Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին ասել էր, որ ժողովուրդն իրենց միշտ հարցնում է Արցախը կործանած հազարավոր զոհեր բերած պիղծ դավաճանը ինչու է մինչև հիմա մնում։ Տեսեք։ Այս նախադասությունից հետո Փաշինյանը հիշել էր Քոչարյանի ունեցվածքն ու նրան ունեզրկելու իր անհակ ծարավը։ Ձեր միլիոնները պիտի ժառանգեք ձեր երեխաներին, ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին։ Ես ձեզ կներեք ուղիղ ասում եմ, որ չի լինելու այդ բանը։ Չի լինելու այդ բանը։ Հիմա ոնց ուզում եք մեկնաբանեք։ Երբ որ դուք կանգնում եք երկրի ամենաբարձր ամբիոնում ու ասում եք դու չես կարա ժառանգես կամ բան, ու զուգահեռ գործ կա դատարանում, սա ուղիղ ճնշում է դատարանի վրա։ Փաշինյանի հայտարարությունը ուղիղ հրահանգ է եղել իրավապահներին մտնել Քոչարյանների տուն, պնդում են Հայաստան խմբակցության պատգամավորները։ Ընդամենը 3 այս ամբիոնից դուք հերթական վրեժխնդրության, իսկ ավելի շուտ վենդետայի այսպես անոնսը տվեցիք եւ այսօր առավոտյան դիմակավորված ԱԱԾ-ն հայտնվեց Քոչարյան ընտանիքի բնակարանում։ Այստեղ կա ինչ-որ մեկը բարոյական անհատ, որը կարող է մտածի, որ դա պատահականություն էր, որ մեր իրավապահ համակարգը անջատում է ռադիո, հեռախոս, հեռուստատեսություն եւ տելեգրամ, որպիսի հանկարծ իր որոշումներում չկրի քաղաքական ղեկավարի հրահանգները։ Կա տենց մեկը, ով չի հասկանում, որ սա հրահանգավորված է։ Պատահական մեկ էլ Վեհափառ Հայրապետը մասնակցում է շվեյցարական խաղաղության նախաձեռնության հանդիպմանը եւ պատահական դանից մի քանի օր հետո սկսում է հակաեկեղեցական արշավը։ Պատահական Սամվել Կարապետյանը խոսում է եկեղեցին պաշտպանելու մասին, մեկ էլ ինչի մասից չմեղադրեցին։ Պատահաբար, լրիվ պատահաբար, ոչ մի կապ չունի, համընկումները լրիվ պատահական են, գեղարվեստական կինոնկար գրված երկրի հակառակ կողմը գրքի սցենարով։ Գագիկ Ծառուկյանը մտնում է քաղաքականություն, խոսում է իր առյուծի մասին, մեկ էլ հոպ առյուծը սատկեց, Գագիկ Ծառուկյանը հայտնվեց բանտում։ Իդեպ շատ հետաքրքիր է, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը ասում է, Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է։ 2026 թվականին ասում է Գագիկ Ծառուկյանը օլիգարխ է։ Պարոն Փաշինյան, այսինքն ձեր օրոք ծնվեցին օլիգարխներ։ Բա դուք խոսում էիք ժողովրդավարությունից, ազատությունից, երբ եք պատասխան տալու, որ ձեր օրոք օլիգարխներ եք բուծել։ Այդ վենդետան սերունդ կշարունակվի։ Իսկ մեր երկիրը խոսք եք տվել, ուղիղ դուք խոսք եք տվել, որ պիտի սիրո ու համերաշխություն լինի։ Եթե կա մեկը, ով թալանել է, անարդարություն է արել, օրենքին դեմ բան արել, պիտի պատասխան տա, բայց անտրամաբանական է ալֆա ջոկատը ԱԱԾ-ի ուղարկել 3 անչափահաս երեխաների հետ տանը։ Այն պարագայում, որ բոլորը գիտեք, որ ոչ մեկ չի փախնում, ոչ մեկ չի գնում, վերջ դրեք այս թշնամությանը, դա լավ տեղ չի տանում։ Բա հո քննիչները մենակ չէին գնալու, զարմանում է Փաշինյանը։ Բանին քննիչին են մեկին մենակ ուղարկեն, որ բան անեք, վրա տակ մի հատ էլ գլուխ գովակ, ասեք, տեսակ ինչ ուզեղ տղեկ էինք, բան արեցինք, չթողեցինք, բա պետությունա պետք է աշխատի, բա ասել են պետության համը բերանները տա մնալու։ Ովքեր էին վրա տալու քննիչներին, երեխաները, որոնք ըստ փաստաբանի վախեցել են, երբ դիմակավորված ԱԱԾ-ականները ներխուժել են տուն ու նրանց հազիվ են հանգստացրել, թե այդ Սփայդերմենն է եկել։ Բարի լույս։ Վրեժխնդրությամբ երկիր չեն կառավարում, այդպիսի երկիրը ապագա չունի նաև վրեժխնդրությամբ առաջնորդվող ղեկավարը, հայտարարել է Աղվան Վարդանյանը։ Սկզբունք խիղճ համոզմունք չունեցողների իշխանությունը պատված է դառնում հասարակության գլխին։ Դուք այդպիսի իշխանություն եք, ազատությունից, ինքնուրույնությունից զուրկ։
Մարդատյացը չի կարող մարդակենտրոն քաղաքականություն վարել։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը բոլորովին չի հերքում, որ ԿՊ-ն վրեժ է լուծում Քոչարյանից։ Ռուբինյանը շարունակում է Փաշինյանի թելը թելել, վրեժ խնդիր են լինելու բոլորից, հատիկ առ հատիկ։ Մենք վրեժ խնդիր ենք լինելու Ռոբերտ Քոչարյանին, այլ ենթադրյալ կոռուպցիոներների, բոլորին հատ առ հատ վրեժ խնդիր ենք լինելու։ Որովհետև ոնց էր ասում, Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ Ու մենք հագենալու ենք մինչև վերջին կաթիլը։ Ռոբերտ Քոչարյանն էլ մուծվելու է մինչև վերջին կաթիլը այն բոլոր գումարները, որը դատախազությունը պահանջում է նրանից բռնագանձել որպես ապօրինի ձեռք բերված գույք, եթե իհարկե ապացուցի, բայց ես կարծում եմ շանսերը մեծ են, որ կապացուցի։ Հիմա էլ խորհրդարանի նախագահն է իր ձեռքը վերցրել արդարադատությունը։ Ժողովրդավարական երկրում դատական համակարգը անկախ չպետք է լինի։ Այստեղից այդ հրահանգները իջեցվում է, ինչը նշանակում է ուղղակի չկա ժողովրդավարություն։ Եթե քննիչը նստած սպասում է Նիկոլ Փաշինյանը երբ ցուցումը տալու ինչ որ գործ կարելու, իսկապես այստեղ որևէ խոսք լինել ժողովրդավարության մասին չի կարող, եւ ես շատ ցավում եմ, որ մեր միջազգային գործընկերները շարունակում են լուռ մնալ, համր մնալ։ Ինչու է խորհրդարանի ամբիոնից անընդհատ սաղմոսներ արտասանող, իրեն քրիստոնյա համարող Նիկոլ Փաշինյանն այդքան ատում երկրորդ նախագահին, բացատրում է Հայաստան խմբակցության ղեկավարը։ Նախագահ Քոչարյանը Արցախից է, եւ դուք էլ ինչպես հիմա պարզ է դառնում, առաջ պարզ չէր, ամբողջությամբ Արցախատյաց եք։ Ես ցավով եմ ասում նաեւ որպես մարդ, որ ժամանակին ձեզ սատարել եմ։ Ու ես չգիտեմ այդ ատելությունը Արցախի նկատմամբ որ փուլից է գեներացվել։ Դուք ատում եք հավանաբար նաեւ նախագահ Քոչարյանին, որտեղ ձեզ հետ չի պայմանավորվել։ Ինչպես շատերը 18 թվականից հետո ձեզ հետ պայմանավորված դուրս են եկել կամ պայմանավորված հետ չեն եկել։ Եվ նաև այն պատճառը, որ ինքը հաղթած երկրի ղեկավարը։ Երեք դուք այստեղ մի նկատառում եք անում, որ գիտեք, այդ ձեր հաղթած նախագահին ես հաղթել եմ։ Բայց դա ձեր հաղթածի կեցվածքա։ Հաղթած իրականում ընտրություն հաղթած, փաստացի երկրի ղեկավար հաստատված անձը նման վրեժխնդրությամբ լծվում բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ։ Դա հաղթած մարդու կերպար չի, եւ եթե այդ հաղթածի մասին ենք խոսում, դուք 10 ընտրություն էլ հաղթեք, մեզ բոլորիս հաղթեք, միևնույնն է դուք պարտված երկրի ղեկավար եք։ Ըստ Աննա Գրիգորյանի, Նիկոլ Փաշինյանը շուտով ռազմավարական նշանակության զիջումներ է անելու Ադրբեջանին։ Դրա համար էլ քաղաքական ռեպրեսիաներ է սկսել, որ վախի մթնոլորտ ստեղծի Հայաստանում։ Իրանք էլ պետք է ասեն, իրանք պետք է փող չունենան, որ որևէ մեկը չհամարձակվի կանգնեցնել իրեն։ Հանրությունն է։ Եվ այն պետությունը, որը սա չի անի, չի կարա չանի։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։